Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Փակ TV-ն, Կիրակնորյա Փակ TV-ն, փաստերի անակնկալների եւ իհարկե կարծիքների հեռուստաալիքը։ Գիտեք, մեզ վերջին շրջանում անդադ գրում են ինչի Կիրակի օրերը չկա Տիկին Լուսիա Հակոբյանը Աստղաբանը։ Դե ես պիտի տխրացնեմ Տիկին Լուսիայի երկրպագուներին, նա հրաժարվեց մեզ մոտ գալուց, թե ինչու չգիտեմ, ասելով թե իբր վիրավորվել է լրագրողներից, որոնք իրեն հովանավան գնալու համար շատ այսպես տգեղ արտահայտություններ են արել, մեկնաբանություններ են գրել, կոմենտներ։ Դե, ինչպես ասում են, ամեն մարդ իրեն գործն ունի, իր գործով է զբաղված, հիմա այդպես է որոշել Տիկին Լուսիան, դե Աստված իր հետ, ինչպես ասում են, սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում եւ մենք որոշել ենք ամեն Կիրակի ձեզ ներկայացնել մեր մշակույթի աշխարհի հանրահայտ դեմքերից հերթով այսպես անցնելով այդ հրաշալի մարդկանց կողքով։ Իսկ այսօրվա մեր հյուրը, մեր շատ սիրելի ցանկալի հյուրը Սոնա Շագելյանն է, երգչուհի։ Բարև ձեզ Սոնա։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ, որ այստեղ եք մեր տաղավարում։ Ես նույնպես շատ ուրախ եմ ձեզ տեսնելով, մանկուց ձեզ միշտ հետևել եմ, սիրել եմ, հարգել եմ եւ ինձ համար է մեծ պատիվ է ներկայանալ այս հաղորդմանը։ Դե ուրեմն մենք այսօր անկաշկան զրույց ենք ունենալ։ Սիրով, այո։ Ես պիտի ասեմ, որ սիրելի բարեկամներ, Սոնա Շագելյանը իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ է անցել, մինչև դառնալով այսքան ասեն հանրահայտ, այսքան սիրված, այսքան բոլորի կողմից ընդունված։ Գիտեք, մարդը երբ իր քրտինքով հասնում է մի հաջողության, պիտի գնահատես դա։ Սոնա, ես ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն, որտեղ դուք իրոք շատ քիչ բան չեք արել հայ երկարվեստի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ գնահատելու համար։ Այո, իսկապես շատ մեծ բան եմ արել իմ հայրենիքի երկարվեստի համար, ու միշտ չեմ սիրել դրա մասին շատ խոսել, ինքս ինձ շատ գովաբանել, բայց ակնհայտ մարդիկ ինձ ովքեր որ գնահատում են, սիրում են, իրենք տեսնում են եւ գնահատում են, դրա համար էլ ես շատ ուրախ եմ։ Գիտես, ես որպեսզի մեր զրույցը համենվի քո երգերով, անմիջապես առաջարկում եմ հիմա դիտենք քո փայլուն կատարումներից մեկը, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ ռեժիսորին։ Ասում ենք ես մենք այսօր լինես բախտավոր, այսօր բորով քո հագին հարսի շորանգին։ Ասում ենք ես մենք այսօր լինես բախտավոր, այսօր բորով քո հագին հարսի շորանգին։ Մեր սարի դու մեր փեսա, տեսնենք ընտրյալը տովա, մեր աղջկան քեզ կտան, եթե տեսնենք սրտովա, մեր տնից դու քո տուն տար, մեր աղջկան քեզ հարստար, լինեք դուք երկու մի մեծ, լինեք դուք երկու մեծ աշ, մեր սարի դու մեր փեսա, տեսնենք ընտրյալը տովա, մեր աղջկան քեզ կտան, եթե տեսնենք սրտովա,
Քավոր ջան, դե բաժակը վեր Սիրելի բարեկամներ, մեր տաղավարում երգչուհի Սոնա Շագելյանն է։ Սոնա, հարսուքավոր այս երգը շատ սիրվեց ժողովրդի կողմից։ Շատ հետաքրքիր զարգացումներ եմ տեսնում այդ կատարման մեջ, շատ ինքնատիպ տեսահոլովակ, չգիտեմ նախաձեռնությունը մտահղացումն է, ումն է, բայց տեսա եմ շատ հայտնի դերասաններին, պարողները, պրոֆեսիոնալ։ Միգուցե դուք մի քանի խոսքով։ Սիրով, պարոն Հուշան, նախ ասեմ, որ այս տեսահոլովակն է բավականին նոր տեսահոլովակ է, հին չի է այս տեսահոլովակը, թե երգը, ինքը շատ համապատասխանա երգը, շատ համապատասխանա տեսահոլովակին, ամեն ինչ, այո, իդեալական արված է, կարող եմ այդպես ասել, ինչու, որովհետև ինչպես որ դուք նշեցիք, մեր հայտնի սիրված, կարևորը սիրված դերասաններն են այնտեղ, ես այդ գաղափարը իմն է եղել, որ ես մտածեմ, որ մի գեղեցիկ ինչ-որ պատմություն լինի, մնայուն արժեք ներկայացնեմ իմ հանդիսատեսին եւ իհարկե համապատասխանել է այդ իմ միտքը մեր սիրելի ռեժիսորի հետ, իմ ընկերոջ հետ եւ իրար հետ որոշել ենք այսպիսի գեղեցիկ տեսահոլովակ ու երգ ընդհանուր գործիքավորումը էլի շատ տաղանդավոր իմ ընկերն է արել ամեն ինչը շատ մտածված է եղել եւ ցանկացեք մարդկանցով այո իմ պրոֆեսիոնալ աշխատակազմով Իմիջիալը ձեր այդ սիրո համերաշխ մթնոլորտը զգացվում է այո իմ հետ աշխատելը ասում են որ շատ հեշտ է ու շատ ուրախ են որ հենց իմ հետ են աշխատում որովհետեւ ես խոչընդոտներ երբեք վիցե չեմ ստեղծում ես շատ ավելի sense ուրախ ու թեթև պոզիտիվ մարդ եմ, պարոն Հուշյան, եւ նմանապես եւ ինձ իրանց հետ է շատ հաճելի աշխատելը, թե պրոֆեսիոնալ ինչպես որ դուք նշեցիք պարողները, դերասանները, այդ ամեն ինչը շատ գեղեցիկ է ու շատ ավանդական է, հարսանեկան է, երգը հենց ինքն էլ կոչվում է հարսնակավոր ու ոնց որ իմ հարսի շորից հետո դա ավանդույթ է դարձել, որպեսզի ունենամ գեղեցիկ տենց հարսանեկան երգեր Հրաշալի, ստացվել է։ Սոնա, ես պիտի ասեմ, որ դուք ընդհանրապես շատ ինքնատիպ երգչուհի եք եւ ես ձեր առաջին քայլերից հիշում եմ, դեռ աղջնակ եք, երբ սկսեցիք ձեր առաջին կատարումները եւ պիտի ասեմ, միշտ զարմացել եմ ձեր ձայնի այդ տեմբրին, այդ հրաշք կատարմանը պատահական չէ, որ դուք դեռ, եթե չեմ սխալվում, 2010 թվականին Յուրմալայում դարձաք նոր ալիքի հաղթող, առաջինը Grand Prix, դա հենց այնպես չի տրվում, այդ էլ մեր օգշեն, որ ասեն ծանոթով, անծանոթով, չգիտեմ, մի կերպ ստացել Grand Prix ստանալ նոր ալիքում, դա
Նույնն է որ թռչես կոսմոս, համատացեք։ Ապրեք շատ լավ խոսքերի համար, շատ շնորհակալ եմ ձեզ։ Չէ, բայց հիշում ես, չէ՞ այդ օրերը։ Այո, պարոն Հուշան, ասեմ, որ ես մինչ այդ շատ մրցույթների եմ մասնակցել։ 10 տարեկանից մասնակցել եմ միջազգային մրցույթների ու միշտ հաղթել եմ։ Grand Prix եւս առաջի տեղ, երկրորդ տեղ, երրորդ տեղ եւ երբ որ ես ուսանում էի Արևիկ անսամբլում, դե փոքր երեխայի 6 տարեկանից երգել եմ մինչ այսօր։ Քայլերս այդպես են, այո, շարունակվել իմ մայրիկի օգնությամբ, եթե մայրիկս իմ կողքը չլիներ, միգուցե ես այս կետին էլ հասած չլինեի։ Շատ համակրելի եւ հաճելի մայրիկ ունեք։ Ապրեք շատ, իմ մայրիկի ինձ համար իրականում շատ ամեն ինչ արել է, կարող եմ ասել, իմ ընտանիքը։ Քայլել է հավասար։ Այո, հենց 6 տարեկանից մինչ այսօր դա շատ բարդ է իրականում եւ ասեմ, որ բայց եթե ես չլինեի աշխատասեր ու իմ մեջ չլիներ միգուցե այդ տաղանդը Աստծո տված, կարող է նաեւ ես չդառնայի լավ երգչուհի, այսինքն չես դառնում սպորտսմեն, երգչուհի, դերասան ծնվում ես։ Ես ծնվել եմ երգելու համար, անկեղծ եմ ասում։ Այդպես կա։ Բայց մայրիկի օգնությունը շատ կարևոր է։ Մայրը ձեզ ուղղորդել է։ Այո, ինձ հենարար է եղել, իմ ընտանիքն է մինչ այսօր ինձ հենարար, ուրիշ ոչ մեկ, որի համար ես ուրախ եմ ու հպարտ եմ նաեւ, իմ կողքին են, ես էլ նրանց կողքին եմ ու դա գնահատում եմ։ Ամենակարևորը էս կյանքում ինչ որ մի բան որ արվի կամ դու անես կամ քեզ անեն, չսպասես դրանում, դու գնահատես այդ արժեքը։ Եվ պարոն Հուշան, ասեմ, որ այնուհետև դորեմիում եմ մասնակցել եւ քայլերս այո, մեծ հիշողություն, մեծ ճանապարհ եմ անցել, ուղղակի չեմ երգել տեսալովակ նկարահանել եւ ճանաչվել ոնց որ շատ-շատերն են հիմա անում եւ հայտնի դարձա եւ իհարկե վերջե դա պետքա այդ երգչուհի ասվածը շատ մեծ հասկացողություն է ինձ համար առհասարակ ինչ բնագավառ ընտրես պետքա դու այդ քայլերը շատ լավ անես ամուր հիմքերով ճիշտ է շատ խոչընդոտներ են եղել մինչ այսօր բայց ես միշտ քայլում եմ առաջ չէ քայլում եմ առաջ հպարտ մարդիկ ինձ ճանաչողները շատ ինձ սիրում են գնահատում են ինձ գիտեն ինչ բան չունեմ ապացուցելու եւ նոր ալիքում է այո ես 10 տարվա ընթացքում միակ հաղթողն եմ եղել այնուհետեւ արդեն անցել են տարիներ էլի Հայաստանը ներկայացրել են մեր շատ արտիստներ եւ իհարկե էլի լավ հաջողություններ են գրացվել։ Դե ասում եմ մարդու քո տիպը, պերսոնաժը շատ հետաքրքիր է եւ ինձ ուրախացնում է որ դու երբեք չես կոտրվել։ Հիմա հասկացա որ մայրիկը եղել է կողքից, քո հիմնական հենարանը։ Նաեւ իմ մայրիկը շատ խանդով է ինձ մոտենում, չգիտեմ, կա չէ մայրական խանդ լինում է մարդու տեսակ է, բայց դա համ լավ է, համ վատ իր համար, ինձ համար չէ։ Ես իմ տեսակով այլ եմ, պարոն Հուշան, ավելի ուրախ, դրական չգիտեմ անգամ եթե ասենք ես տխրեմ, շատ էմոցիոնալ մարդ եմ, շատ այն որ չափից դուրս ոնց նկարագրեմ, ինչ չեմ ուզում գովեստ լինի, բայց բարի եմ չափից դուրս, դա էլ ինձ համ խանգարում է, համ ոչ, բայց դե այդ ամեն ինչը հաղթահարել եմ, հաղթահարում եմ եւ կհաղթահարեմ դեռ։ Գիտես, դու իսկապես հայ երգարվեստում կարողացել ես քո տեղը գտնել եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես վերջերս լսեցի Սարսուն Պասկևիչյանի մայրս Համոսայանի բարերով եւ գիտես դա միակ երգն է որ ամեն անգամ լսելուց ես միշտ ակամայից հիշում եմ մորս եւ կարծես ինձ համար են այդ բարերը գրվել ես հիմա առաջարկում եմ մենք մի պա լսենք այդ երգից նույնպես մի հատված որ շատ կարեւոր է եւ գնահատենք Սոնա Շագերյան երգչուհու ձայնը, նրա տեմբրը, նրա ինքնատիպ մատուցումը, տեսողոլովակ չի, սովորական մի լուսանկարի վրա կատարում է, հիմա դիտենք և վերադառնանք։ Ասեմ պարոն Հուշան, եթե թույլ կտաք, ասեմ, որ շատ երգիչներ այդ երգը շատ երգել են, շատ գեղեցիկ մատուցել են բնականաբար, ես աղջիկ երգող էի, կարող եմ ասել, որ միշտ երգել են տղաներ։ Ես հիշել եմ Համլետ Գևորգյանի կատարում։ Համլետն է երգել, և էլի մարդիկ են երգել, Համլետ Գևորգյան, էլի տաղանդավոր երգիչներ շատ կան։ Դու բացառիկ ձայնով ես ներկա։ Այո, ես իմ տարբերակն եմ ստեղծել, վերցրել եմ իհարկե թույլտվությամբ եւ փորձել եմ ոչ թե իհարկե տեսալովակ նկարահանել, ուղղակի ես ոնց որ ասած իմ ձևով կատարել եմ այդ երգը։ Իհարկե պարոն Պասկևիչյանից հարցնելով, թույլատվություն վերցնելով, ինքը ինձ շատ սիրում է, ինձ համար էլ մեծ պատիվ է, որ երգեմ հենց իր ստեղծագործությունը ու չգիտեմ, Համոսայյան արդեն ամեն ինչ ասված է դրանում, չես կարող ինչ-որ մի բան խոսել։ Պասկևիչյանի երաժշտությունը, Համոսայանի բառերը դրանք մեկը մյուսին լրացում են։ Անկրկնել են ու չի, այո, չես կարող ինչ-որ մի բան ասել։ Հիմա դիտենք մի հատված եւ վերադառնանք, խնդրեմ։
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, տանս ճրակն էիր, և ծուխն էիր տանս, քոնը իմն էր, իմը քոնն էր, հավիտյանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, իմ տերությունն էիր, և իմ երկիրն էիր, լարումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս։ Իմ կյանքի գինն էիր, և ծիրկաթին էիր, Երբ լսում ես այս հրաշալի ձայնը, այս հրաշալի կատարումը, ակամայից մարդու մարմինը փշաքաղում է, որտեղ ինչ կա ավելի հոգեհարազատ թանկ, քան մայրը, մայրը, որի համար մենք իհարկե միշտ պետք է լինենք սիրող զավակ, միշտ գնահատենք մորը, Սոնա, ես հասկանում եմ, թե ինչ ապրումներով ես երգել։ Ես միշտ հուզվում եմ, միշտ լացում եմ, էդի ուղղակի լինում է ակամայից, չստացվում է, հատուկ ինչ-որ մի բան չեմ անում։ Եվ իհարկե նաև լացում եմ այն ժամանակ, երբ որ երգում եմ հերոսների նվիրված երգեր, իրանց մայրերի, չգիտեմ, դա իմ մեջից արդեն այդ հուզմունքը, այդ էմոցիան ապրում եմ, վերապրում եմ, ոնց որ նրանք, ճիշտ է, չեմ կարող նրանց նման, չեմ կարող նկարագրել, թե ինչ են ապրել նրանք, բայց ոնց որ իմ պատմությունը նաև լինի, մեր պատմությունը, մեր հայ պատմությունը։ Ոնց որ քո մոր մասին ես երգում։ Ամեն ինչը, այո, առհասարակ, ելի եմ կրկնում, մեր հերոսացին մայրերին էլ եմ նվիրում այս երգը նաև, բոլոր մայրերին, մեր մայրերին, հայոց աշխարհի բոլոր մայրերին։ Այո, հրաշալի երգ է, գիտես, չգիտեմ, ես Սասուն Պասկևիչյանին միշտ ասել եմ, միայն այս երգը գրելու համար արժեր որ Ունի էլի շատ գեղեցիկ երգեր ունի Սասուն Պասկևիչյանը իհարկե, եւ ասեմ, որ գիտեք, պետքա երգը լավ կատարես։ Երգը պետքա լինի լավը, բայց դու էլ պետքա կատարես էլ ավելի լավ։ Մատուցես քո տեսակով, քո ձայնով, քո ձևով։ Կարող է նաև լինի լավ երգ, պարոն Ղուշան, բայց դու վատ կատարես։ Նաև լինի վատ երգ, իմ դեպքում չի կարող լինի, լավ կատարես։ Դա էլ է լինում։ Այդ տարբերությունը կա։ Ես պատկերացնում եմ։ Ես որպես կարող եմ ասել կին, այդպես բնականաբար ասեմ, այո, կարողացել եմ այս երգը, այ որպես մայր, այո, հասկացել եմ եւ կարողացել եմ ճիշտ կիրթ ձևով կատարել այս ամենը, հասցնել տեղ ու ցանկացել եմ այս երգը ունենամ իմ հենց այո երկացանկում ունենամ։ Ու էլի նման երգեր, նման ստեղծագործությունը ինձ համար շատ արժեքավոր են ու շատ մնայուն են։ Ինչ է քեզ համար հայ երգը ընդհանրապես։ Հայ երգը պատմություն է, սեր է, չգիտեմ, ամեն ինչ կյանքն է, ինձ համար հենց հայ երգը դա է, որովհետև դու հայ երգով, պարոն Ղուշան, ապրում ես, ապրեցնում ես քո տեսակով, չգիտեմ, մեծ հասկացողություն է ինձ համար, որ չեմ կարող անգամ ինչ-որ բառերով արտահայտել, արտաբերել, իսկական հայ երգը, որովհետև այսօր շատ երգեր կան, որ հայի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես խոսում եմ այն երգերի մասին, որը իսկապես լավն է, արժեքավոր է, կարող ես կրթվել եւ միշտ լսել։ Գիտես, դու իսկապես հրաշալի երգեր շատ ունես եւ ես հասկանում եմ,
Թե ինչ սկզբունքով ես մոտենում այդ երկերի կատարմանը։ Շատ լուրջ։ Ու ասեմ, պարոն Ղուշյան, իմ երկերը այնպես չլինի, որ գովեստում եմ ինձ, ասեմ, որ շատ տարբեր են, շատ ոճային տարբեր են։ Ունեմ նաև շատ հիթային աշխատանքներ, շատ կոմերցիոն աշխատանքներ, նաև ոչ կոմերցիոն, շատ տարբեր երգացան կա։ Իմ խառնվածքին երևի համապատասխան, ես չեմ էլ կարող մի ոճով հանդես գալ, ես չեմ պատկերացնում, որ Սոնա Շաղելյանը կարա մի տեսակով երգի եւ վերջ։ Չէ, ես պետք է հանդիսատեսին ներկայացնեմ տարբեր Սոնա Շաղգելդյաններ, որ քեզ ընկալեն, սիրեն, որովհետև հանդիսատեսն էլ հենց ինքը տարբեր է, չէ, բայց ես միշտ շեշտել եմ, որ պետք է երգչուհին թելադրի ճաշակ, արվեստ, ոչ թե հանդիսատեսը։ Դա ամենակարևորն է։ Գիտես, դու իսկապես այն անձնավորությունն ես, որ պատահական չես ընտրում այս կամ այն երգը։ Դու ապրում ես այդ ամենը, քո մեջով անց ես կացնում, մարսում ես, այսպես ասած, նոր հանձնում ես հանդիսատեսի դատին։ Այ կա մի երգ, որը քեզ համար այնուամենայնիվ ամենան է։ Բոլոր երգերս էլ չէ, այդպես չեմ կարող անկեղծ առանձնացնել։ Բոլորը քեզ համար քո զավակներն են։ Այո, շատ թանկ են ինձ համար բոլորը, ու այնպես այնպիսի երգեր կան, որ ավելի շատ կսիրեմ, բնականաբար, բայց չեմ կարող ոչ մի երգ առանձնացնել, անկեղծ եմ ասում, իմ երգացանկից չեմ կարող առանձնացնել։ Սոնա, գիտես, մենք երբ որ ընտրում ենք, թե այսօր ինչ երգ պիտի ցուցադրենք, մտածում ենք, իսկ չկա մի երգ, որը առաջին անգամ պիտի եթերը հեռարձակվի։ Կա, չէ՞, այդպեսի։ Այո։ Եվ ինչպես է կոչվում այդ երգը։ Երգը հրաշք գեղեցիկ երգ է, գեղեցիկ ստեղծագործություն է, մի սիրո պատմություն, որ բոլորն են ապրել, ինքներդ կլսեք, կտեսնեք։ Տեսահոլովակի մասին իրոք խոսքեր չունեմ, իմ կերպար, իմ էմոցիաները փոխանցել եմ իմ հանդիսատեսին, ինձ սիրողներին եւ երգ այո ձեզ մոտ կլինի պրեմիերա, երգը կոչվում է Իզուր Էի։ Կարող ենք դիտել։ Այո, երաժշտության հեղինակ եւ գործիքավորող իմ սիրելի Արսեն Բարսամյան, ում հետ որ շատ երգեր եմ արելու ունեմ, եւ իհարկե խոսքը Անիտա Հաղվերդյան, մեր սիրելի, ում հետ որ էլի միշտ աշխատել եմ, եւ տեսալովակն էլ իմ ընկերն է նկարահանել, տաղանդավոր ռեժիսոր Ռուբենը։ Էլ չեմ ուզում շատ մանրանալ, շատ խոսել, ինքներդ այո, դիտեք եւ կարծիքը կազմեք։ Պրոֆեսիոնալ աշխատակազմ աշխատել։ Ես պիտի ասեմ, սիրելի բարեկամներ, մեր եթերում պրեմիերա է։ Առաջին անգամ ցուցադրվում է Սոնա Շաղգելդյանի վերջին տեսահոլովակը։ Դիտեք, դուք էլ գնահատեք եւ նորից կվերադառնանք ու կշարունակենք մեր զրույցը Սոնա Շաղգելդյանի հետ։ Խնդրեմ։ Թող է դառնալա ու մոռանալ ու մոռանալ անհնարին նա կյանքեր համսանքեր ինչու եկար ինչու Magnum
մատներս ինչու եկար սեր դարձար հետո կորան իզուր էի հազարում մի հորինել պատճառ ներելու համար դու ուր էիր ախուր էիր երբ ինձ պետք էր բացակայիր իզուր էիր հազարում մի հորինել պատճառ ներելու համար ես կույր էի բայց ձեր շուրթերիս քո համբույրն է Սիրելի բարեկամներ, երգչուհի Սոնա Շակելյանն է Փակ TV տաղավարում։ Իզուր էի շատ ինքնատիպ վերնագիր։ Ինչ է, իզուր էի սիրում, իզուր էի հավատում, իզուր էի սպասում։ Շատ ճիշտ ասեցիք, շատ ճիշտ նկարագրեցիք։ Այո, ամեն մարդ ասեցիք, այս երգին համապատասխան է իր կյանքը եւ մի դրվագ հաստատ ապրել այս ամենի միջով ու մարդիկ էլ կան, որ ասում են Սոնա ջան, հենց մեր կյանքից ես երգում, ապրել են այդ սերը։ Ես չեմ ուզենա, որ սերը այդպես ավարտվի, կիսատ կամ իզուրեի, բայց սա խոստումնալից է եւ վերջում հույս տալիս է, հույս հավատ ամեն դեպքում տալիս է։ Լավատեսություն կա։ Այո, կա։ Չնայած վերնագիրը լավատեսական չի։ Այո, լավատեսական չի, բառերը շատ խորիմաստ են, շատ սիրուն են համապատասխան երաժշտությանը, ամեն ինչը շատ սիրուն է, գեղեցիկ, կարծում եմ, որ իրոք խոսքեր չկան։ Վերնագիրը քորն է։ Վերնագիրը։ Այո, թե եղինակն է գրել։ Չէ, Անիտա Հաղվերդյան, խոսք, Անիտա Հաղվերդյան, իմ սիրելի եւ ասեցի երաժշտություն Արսեն Բարսամյան, գործիքավորում ու արվելա շատ գեղեցիկ ու ճաշակով գեղեցիկ երգ ու տեսալով։ Սիրով մի պատմություն, թե դերասանները, թե առհասարակ թիմը շատ պրոֆեսիոնալ, շնորհակալ եմ բոլորից։ Ես նկատել եմ, որ դու պրոֆեսիոնալ մարդկանց հետ ես սիրում աշխատել։ Սիրում եմ, լավ մարդկանց հետ եմ սիրում աշխատել։ Ամենառաջինը լավ մարդկանց եւ հետո արդեն պրոֆեսիոնալ։ Պիտի ձեր շահերը համընկնեն։ Այո։ Սոնա, շատ հետաքրքիր ազնվորություն ես, ես ամեն անգամ քո հետ զրուցելուց քեզ ավելի շատ եմ սիրում, հարգում, գիտես։ Ես էլ ձեզ։ Սա գովեստ չի, ինչ կա իրականությունը, ասում ենք։ Գիտեք, Սոնա, մենք ժողովրդաբար, երբ այսպես ժողովրդական լեզվով ասած քո կալիբրի երգիչ ենք հյուրընկալում, մենք մի ակվանդական հարց տալիս ենք։ Ակապելա ինչ կարող եք երգել այս պահին։ Ամեն ինչ, ես խնդիր չունեմ ընդհանրապես երգելու հետ, նույնիսկ ակապելա առանց երաժշտության, կենթանի։ Կերգեմ իմ սիրելի երգերից մեկը, ինքը հին ժողովրդական երգ է։ Իհարկե ես դա ունեմ տեսահոլովակ, դուետ։ Այո։ Գեղեցիկ դուետ, գեղեցիկ զուգընկերոջ հետ։ Մի փոքր կերգեմ հատուկ ձեզ համար։ Մեծ հաճույքով։ Սարերի հովին մերնեմ, հովին մերնեմ, հովին մերնեմ, իմ յարի բոյին մերնեմ, բոյին մերնեմ, բոյին մերնեմ, մի տարի չեմ տեսել, տեսնողի յար, աչքին մերնեմ, մի տարի չեմ տեսել, տեսնողի յար, աչքին մերնեմ, կայնել եմ, գալ չեմ կարող, գալ չեմ կարող, գալ չեմ կարող, լցվել եմ, լալ չեմ կարող,
չեմ կարող մի տարի յար չեմ տեսել տեսնողի յար աչքին մեռնեմ մի տարի յար չեմ տեսել տեսնողի յար աչքին մեռնեմ մի տարի յար չեմ տեսել տեսնողի յար աչքին մեռնեմ հատուկ ձեզ համար Բրավո, կեցես Սոնա ջան, կեցես, հրաշալի է, ես կարծում եմ մեր ունկնդիրը գնահատեց, սիրելի բարեկամներ, այսպիսին է Սոնա Շագելջյանը, համապատրաստի պատկերացնում եք, մեզ մի երգ ներկայացրեց մեր ժողովրդական երկարվեստից, ինչը այսօր իսկապես շատ սիրված ու սպասված։ Մեր սիրելի Հովհաննես Բադալյանի, այո, մշակմամբ, կատարմամբ, ես նշեցի, որ ունեմ նաև տեսալովակ ունեցել ես Հովհաննես Բադալյանի հետ շփվելու, տեսնելու։ Չէ, չեմ ունեցել, ցավոք։ Ես քեզ ունեցել եմ, հրաշալի անձնավորություն։ Այո, գիտեմ։ Հայ երգի մշակ։ Այո, վաղտ ունեցել եմ շատ տենց գիտակների, հանճարների հետ շփվելու իհարկե, բայց նրա հետ ոչ, ցավոք։ Ափսոս հրաշալի անձնավորություն էր, որպես երգիչ մեծություն էր, որպես մարդ նույնպես։ Այո, կարևոր է շատ մարդ տեսակը։ Սոնա, ես նկատել եմ, որ քեզ համար առաջնայինը մարդկային որակներն են։ Դու չես կարող հենց այնպես ընկերություն անել մի անձնավորության հետ, ով չունի մարդկային։ Չեմ կարող կեղծ շփվել, կեղծ ընկերություն, այդպես ասեմ, ավելի ճիշտ լինի, պարոն Ղուշյան։ Դժվար չի սա շարում ապրելը։ Շատ դժվար է, իրականում պետք է շատ ուժեղ լինես, շատ անգամներ անտեսես, բայց ես անտեսող մարդ չեմ, քանի որ սիրում եմ միշտ պատասխանը տալ իմ ձևով, բայց դե հիմա արդեն տարիները անցնում են եւ դու արդեն գիտակցում ես, որ կարող ես նաեւ անտեսել, արհամարել, դու քո գործը անել, ապացուցել, սիրով քո գործը անել, բարի գործեր անես, բարի գործ լինես նաեւ, ես շատ եմ սիրում, ինչ որ մեկին որ օգնում եմ, ես դրանից հաճույք եմ ստանում ու սիրտս հոգիս խաղաղվում է։ Ուղղակի չեմ սիրում շատ բարձրաձայնել, շատ ասել այդ ամենի մասին։ Մեր երկարվեստում ով է քո կուռքը։ Հատուկ կուռքեր չունեմ, անկեղծ եմ ասում, այդպես չլինի, որ ինչ-որ մեծամտություն լինի, չէ, ցավոք չունեմ կուռքեր, ավելի շատ սիրում եմ, չգիտեմ, շատ տաղանդավոր հանճարների, ովքեր որ իրականում լավն են եւ իրանց արժեքներ ունեն եւ գնահատվում են։ Հիմա ցավոք շատ է ամեն բան փոխվել, կան որ լավերը մնացել են, կան նաեւ որ հիմա ցավոք մեզ հետ չեն։ Ես միշտ սիրել եմ ու լսում եմ Էլվին Ամակարյան, Զարա Տոնիկյան, այդպիսի երաժշտություն եմ սիրում, նախընտրում, Ռուբեն Հախվերդյան, իմ ճաշակը դա է։ Դե Ռուբեն Հախվերդյանին չի կարելի չսիրել։ Ես իրանց շատ սիրում եմ, նաեւ ինքը իմ կնքահայրն է, գիտեք։ Չէ, չգիտեմ։ Ոչ թե դրա համար եմ սիրում, որ իմ կնքահայրն է, այլ միշտ նրան սիրել եմ։ Նրա, չգիտեմ, երաժշտությունը, ստեղծագործությունը, մի կյանքի պատմությունը, չգիտեմ, ամեն ինչ ասված է նրա թե երգով, թե իր նվագով, թե որպես երաժիշտ, չգիտեմ, անկրկնելի չեմ կարող։ Դե Ռուբենը նաև մեծ պոետ է։ Այո, դուք ավելի այո լավ գիտեք, ավելի լավ կիմանաք եւ իհարկե սիրում եմ այդպիսի մարդկանց, միշտ լսում եմ, սիրում եմ շատ, կարևորում եմ։ Լավ երաժշտություն եմ նախընտրում, մեծացել եմ լավ երաժշտության ներքո։ Թե արտասահմանյան սիրում եմ էլի կան շատ, բայց կուռք այդպիսին ես կներեք, բայց չունեմ։ Պարզ է։ Իսկ առաջիկա ծրագրերի հետ կապված ինչ հետարքիր մեզ կարող ես ինֆորմացիա։ Շատ նորություններ ունեմ, պարոն Ղուշյան, ասեմ իդեպ ես արդեն բացել եմ իմ Սոն Շաղգելդյան վոկալ ստուդիոն, դպրոցը, որտեղ որ կարող են մարդիկ կրթվել, երեխաները, առհասարակ կապ չունի տարիքային, այո, սահմանափակում չկա եւ ես ինքս եմ հենց դասավանդում, այսինքն իմ անունը չի եւ ուրիշը չի դասավանդում եւ ինքս եմ դասավանդում, այո, շատ հոգնում եմ, չեք պատկերացնի ինչքան գերհոգնած եմ ու ինչքան եմ աշխատում, սիրում եմ աշխատել, հոգնում եմ, բայց սիրով եմ անում եւ բավականին արդեն բալիկների կրթում եմ։ Կան տաղանդավոր երեխաներ։ Շատ կան, այո։ Ես փորձում եմ նրանց իմ սերն ու ջերմությունը տամ, հաղորդել, դա ինձ համար բիզնես չի, դա ինձ համար անուն է, Շաղգելդյան դպրոց, որին որ միշտ ցանկացել եմ ունենալ, նաեւ երազել եմ, ունեմ եւ հետո կընդլայնեմ,
Աստծո կամոք, պարոն Ղուշյան։ Գիտես, վերջերս մեզ հյուրընկալվել էր մեր հանրահայտ ծանոթ Նազիկ Ավդալյանը եւ ասեց, որ իր դպրոցն է բացում Նազիկ Ավդալյան այդ սպորտային հիմնադրամը եւ ասաց. Պարոն Ղուշյան, դուք չեք պատկերացնում, թե Հայաստանի տարբեր մարզերում, գյուղերում, շրջաններում ինչպիսի տաղանդավոր երեխաներ ողջունելի այո, որոնք վաղվա մեր օլիմպիական աշխարհի չեմպիոններ են։ Շատ ողջունելի այո, թե տաղանդավոր մարդը իսկապես կա, մարդիկ կան, որ չեն էլ երևում, կան շատ տաղանդավոր, ոնց որ ինքն է շեշտել, մեր սիրելի Նազիկը, եւ ասեմ, որ ես էլ ասում եմ, միշտ կան շատ տաղանդավոր մարդիկ, ուղղակի իրանց պետք է այո, ձեռք մեկնես, աջակցես, օգնես, որպեսզի միշտ նույն մարդիկ չլինեն, նույն դեմքերը, այսինքն տարբերություն լինի։ Երկարվեստում առհասարակ տարբեր բնագավառներում կլինի սպորտ, կլինի երգ։ Այո, ինչ որ լինի, որ ցանկացած ոլորտ պետք է փնտրել տաղանդավոր մարդկանց։ Լավ, մենք երևի մի քիչ երկար խոսեցինք, մի կատարում էր, որտեղ ամեն անգամ չի որ Սոնա Շագելյանը գալիս է Փակ TV։ Կգամ, բայց սիրով, երբ կանչի կամ կգամ։ Պարոն Ղուշյան, նաև եթե թույլ կտաք, ներողություն եմ խնդրում եւ ունեմ շատ նորություններ եւ նաև մյուս տարի ուզում եմ մեծ մենահամերգ ունենալ, շատ մեծ։ Այո, ես ունեցել եմ համերգներ մի քանի անգամ, մենահամերգ բնականաբար կենթանի հնչողությամբ, բայց արդեն ցանկալի է որ մի հատ գեղեցիկ շատ մեծ մենահամերգ կենթանի հնչողությամբ ունենամ եւ էլի անակնկալները շատ մեծ են, հյուրախաղերի եմ մեկնում, բարեգործական համերգների եմ մեկնում, երգում եմ այստեղ հարդ երկրում, օրս լավ է անցնում, կյանքս շատ լավ է անցնում, ես ուրախ մարդ եմ, փորձում եմ բոլորին այդ դրականը փոխանցել, էներգիան, ամենակարևորը։ Եղավ Սոնա, հիմա սիրելի բարեկամներ առաջարկում եմ եւս մի կատարում Սոնա Շագելյանի մատուցման, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կեզրափակենք մեր այսօրվա զրույցը։ Խնդրեմ։ Այսօր մենք հավաքվել ենք շուրջը հարսի, մեր թագուհում մեր աննման վառլույսի, ջերմակ է շորդ, դու բախտավոր ես, այսօր քո օրն է անգին պես ու կողքին, ջերմակ է շորդ, դու բախտավոր ես, այսօր քո օրն է անգին պես ու կողքին, գեղեցկացել ես այսօր տասնապատիկ, աշխարհում չկա քեզպես սիրուն հարսիկ, այսօր մեծ օր է ու կարևոր է, քո աչքերում հարատև շողա արևը, այսօր մեծ օր է ու կարևոր է, լինի ուրախ հարսանիք ու երջանիկ, ջերմակ ջերմակ է հարսի շորը, պայծառ աստղի պես լուսավոր է, շնորհավոր է հարսի շորը, պսակը գլխիդ բախտավոր է, դողում է հարսի սիրտը հեսահասան, արդեն շեմին կանգնած է սիրում փեսան, բարով բարով գա
Spita koche u hampushta Այսօր տասնապատիկ աշխարհում չկա քեզ պես սիրուն հարսիկ այսօր մեծ օր է ու կարևոր է քո աչքերում հարատև շողարևը այսօր մեծ օր է ու կարևոր է լինի ուրախ հարսանիք ու երջանիկ ջերմակ է հարսի շորը Լուսավոր է, շնորհավոր է, հարսի շորը, մսակը գլխից բախտավոր է Սիրտը հեսահասան արդեն շեմին կանած է սիրում պեսան բարով կա ու բարձրացնինա հարսիկի սպիտակողը ու համբույր տա բարով կա հարսին տեսնինա սպիտակ շորով ու կողով ու համբույր տա ջերմակ է հարսի շորը Լուսավոր է, շնորհավոր է, հարսի շորը, մսակը գլխից բախտավոր է Լուսավոր է, շնորհավոր է, հարսի շորը, մսակը գլխից բախտավոր է, մսակը գլխից բախտավոր է, մսակը գլխից բախտավոր է Շիրի բարեկամներ, դե ավարտին է մոտենում մեր հանդիպումը Սոնա Շագելջյանի հետ, Սոնա շատ ուրախ է, որ եկար, գիտես, քո երգերը իրոք շատ հոգեհարազատ են։ Իդեպ ասեմ, հաջորդ կիրակի մենք նախատեսել ենք ուղիղ կապ Ֆրանսիայում բնակվող մեր շատ հանրաճանաչ հայրենակցու Ռոզի Արմենի հետ, նրա կատարումներն ենք լսելու։ Ինչ կուզենայիր մաղթել Ռոզիին։ Շատ սիրում եմ եւ միայն առողջություն թող իրեն լինի եւ իր գործերին հաջողություն։ Այո։ Ամենակարևորը առողջությունն է, բարոյական։ 8-րդ տասնամյակն է թեվակողել։ Այո։ Ռոզի Արմենը լեգենդա հայկական երգի։ Շնորհակալ եմ, որ եկար։ Պարոն Հուշյան, ձեզ եմ շնորհակալ, ձեզ էլ առողջություն, ձեզ հաջողություն ձեր գործերում, միշտ լինեք այսպիսի դրական, ին համար էլ մեծ պատիվ, շատ սիրում եմ ձեզ, ձեր հաղորդումը միշտ նայում եմ եւ շուտով նաև նորից կհանդիպենք անակնկալներով լի։ Այո, այո։ Ձեր աշխատակազմին շնորհակալություն նաև։ Եղավ, շնորհակալ եմ։ Շերի բարեկամներ, երգչուհի Սոնա Շագելջյանն էր այս կիրակի մեր տաղավարում։ Սպասեք իհարկե նրան առաջիկայում եւս, թե երբ այդ չեմ դժվարանում եմ ասել, բայց որ Սոնան մեր բարեկամն է ու մնալու է, կարող եք չկասկածել։ Իսկ այսօր այսքանը։ Ցտեսություն։